Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի Դաշնության կրթական ոլորտի պատվավոր աշխատող Թամարա Վարդանյանը Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային և հումանիտար կապերի զարգացման գործում ունեցած ներդրման համար պարգևատրվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհակալագրով։ Մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել մարտի 26-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը։ Ռուսաստանի Դաշնության նախագահի անունից մրցանակը հանձնել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Պավլովիչ Կոպիտկինը։ Իր ելույթում Ռուսաստանի Դաշնության դեսպանը նշեց, որ յուրաքանչյուր մրցանակ Ռուսաստանի խորը երախտագիտության վկայությունն է նրանց նկատմամբ, ովքեր իրենց աշխատանքը նվիրել են հումանիտար կապերի ամրապնդմանը, մշակութային երկխոսության զարգացմանը և երկու երկրների պատմական հիշողության պահպանմանը։ Մեր մասնաճյուղն ամուր և հուսալի կամուրջ է մեր երկրների միջև և մենք հպարտանում ենք դրանով։ Այս մրցանակը միայն իմը չէ։ Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի ողջ թիմը հաստատուն կերպով կանգնած է իմ կողքին։ Մենք աշխատում ենք մեր առաքելության կարևորության գիտակցմամբ և գիտենք, որ նույնիսկ փոքր ներդրումը կարևոր է մեր երկրի միջև մշակութային և մարդասիրական կապերի զարգացման համար։ Շնորհակալություն նման բարձր գնահատականի համար։ Դա մեզ մոտիվացնում է ավելի եռանդուն աշխատել։ Երբ խոսքը վերաբերում է մեր ժողովուրդների միջև հարաբերություններին, կարելի է հատորներ գրել, սակայն անփոփոխ է այն գիտակցումը, որ անհնար է խարխլել մեր բարեկամությունը։ Իր հերթին ընդգծեց Թամարա Վարդանյանը։ Մրցանակը Թամարա Վարդանյանի և Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի թիմի երկարատև համակարգված աշխատանքի գնահատումն է։ Պլեխանովի համալսարանը հանդիսանում է առանցքային հարթակ Հայաստանի և Ռուսաստանի միջև կրթական ու մշակութային կապերի ամրապնդման, ինչպես նաև միջմշակութային փոխազդեցության և երկխոսության խթանման գործում։